Մագնուս խմում եք ազգային ժողովի նիստերին գալուց առաջ։ Ես չէ, բայց գործընկերներ ունեմ, որ այո։ Ո՞նց է ձեր նյարդերը դիմանում, երբ որ ձեր առջև կանգնած, ձեր թիմակցին, ընդհանուր առհասարակ շատ վիրավորական եւ կոշտ բառապաշարով խոսում են, մատ թափ տալով, չգիտեմ, ասում են ազգային ժողովից դուրս կշպրտենք, էվակուացնենք, սադրիչ, էլ ինչ ասես ասում են։ Ես հասկանում եմ, որ հիշում եմ, թե ում համար եմ այստեղ։ Հիշում եմ, որ իմ ժողովրդի, այսինքն մեր հասարակության այս ամբողջ ընթացքում անցած տարվա ինչքան գյուղեր ենք եղել, ինչքան մարդկանց հետ ենք շփվել, ինչ պատասխանատվություն ունեմ ես այդ մարդկանց առաջ 100,000-ների ու հիշում եմ, որ այս պահը ոչ աշխատանքից խոսալու պահը այդ մարդկանց օգուտ չի իմ ժամանակը, որ իրանք ինձ գործուղել են այստեղ ու հասկանում եմ, որ առաջներդությունը մարդկանց կյանքի վրա ազդեցությունն է, գեր առաջներդությունը փոփոխության արդյունքում, որովհետև բազմաթիվ են խնդիրները։ Իսկ ընդհանուր առաջներդությունը ձեր արհամարյանքը լռությունը սխալ չեն հասկանամ։ Մեր հասարակությունը կարա վստահ լինի, եթե անձնական ոչ մեր հասարակության կողմից գործուղված այստեղ մարդ լինեինք մենք, այդ վստահությունը չստացած լինեինք, անձնական խնդիրները լուծելը չեմ կարծում, որ մարդ կկասկածի, որ շատ հեշտ կարող եմ խնդիրների տեղային լուծումներ տալ, դրական։ Բայց կարծում եմ, որ առաջնայինա մեր մարդկանց կյանքի բարելավումը, հիշենք ինչի համար ենք մենք ստեղ եկել ու լուրջ վերաբերվենք մեր աշխատանքին, լուրջ վերաբերվենք ինչի համար ենք ստեղ։ Գիտեմ թվերը ձեզ հետաքրքիր չի, բայց թվերը շատ վախենալու են։ Պարոն Ղազարյանի հետ կապված դուք որևէ մոտեցում կամ իր դիրքորոշումները, հայտարարությունները փոխելու կամ իրեն ինչ-որ հորդոր եղել է։ Արդեն նշեցի, կարծում եմ արդեն ինքը կներկայացնի, ինքը խնդրել է, որ այդ հարցով ինքը միայն ներկայացնի։ Պարոն Կարապետյան, երկու օր առաջ հանձնաժողովների ձեր առաջարկած թեկնածուներին դուք ունեք պլան B, պլան G, ինչ գործողություններ կան։ Կորոշենք։ Երկու օր առաջ դուք երբ խոսեցիք ադրբեջանցիների մեղրի սահման այցելության վերաբերյալ էլեկտրասյուների տեղադրման հնարավորության մասին, երեք Փաշինյանը դրան անդրադարձավ եւ նշեց, որ սենսացիա եք դարձրել, բայց դրա վերաբերյալ օրինակ հայկական կողմը հաղորդագրություն է տարածել եւ ընդհանրապես դա նորմալ է։ Երկու երկրների համար նաև նշեց Հայաստանի մասով, որ արևային կայաններ կան։ Առաջնային մենք ինֆորմացիան ստացանք ժողովրդից, ժողովուրդը ուժեղ Հայաստան կուսակցության։ Տարվա սեպտեմբերին է եղել։ Ոնց որ այցելությունների պահեր կարող եք ճշտել ամեն եղել ձեր տեղեկություններով այս տարի եղել է։ Ամիս առաջ ժողովուրդը ահազանգում էր ուժեղ Հայաստան կուսակցությանը եւ մտահոգություններ էր հայտնում, որ ադրբեջանցիներ աշխատանքների ինչ որ ուսումնասիրություն են կատարում մեր հայրենիքի այդ հատվածում։ Վերջին հարցը թիմերի վերաբերյալ, քանի որ դուք նշել եք, որ առաջադրելու եք թեկնածուներ, դուք արդեն որոշում ունեք, որ համայնքում Գյումրիում, Արթիկում, Աբովյանում դուք արդեն որոշել եք թեկնածուներ։ Մի քանի համայնքում ունենք, մի քանի համայնքում դեռ որոշումների փուլումը կներկայացնենք ընթացքում, որպեսզի վերջնական հենց ներկայացնելու ժամանակ բոլորին կներկայացնենք։